Եղանակի տարեկան փոփոխության կորագծի վերլուծումը հաստատում է, որ կենդանակերպի համաստեղությունների անունները տիպիկ հայկական են, եւ քանի որ հազարամյակների հեռվից եկող կենդանակերպի համաստեղությունների անունների ու եղանակի տարեկան փոփոխության միջև ըստ Մեսրոպյան այգիգունի կարգաթվային մեծությունների օրինաչափ կապ է գործում, ուրեմն կարելի է ասել, որ ենթադրությունները ճիշտ է, տիեզերքի առաջին քարտեզը կազմվել է հայկական դեղնաշխարհում։ Մինչև արեգակնակենտրոն համակարգի մասին պատկերացում կազմելը, հայկական դեղնաշխարհի աստղագետները անզեն աչքով տարբերել են 7 մոլորակներ եւ նրանց տվել հայկական անուններ։ Դրանք են արեգակը, լուսինը, փայլածուն, Մերկուրի, լուսաբերը, Վեներա, հրատը, Մարս, լուսընթացը, Յուպիտեր եւ երևակը, Սատուրն։ Ըստ փայլի պայծառության մոլորակները համեմատվել են մետաղների հետ եւ ստացել մետաղական անվանումներ։ Արեգակը ոսկի, լուսինը արծաթ, փայլածուն սնդիկ, լուսաբերը ըրինց, հրատը երկաթ, լուսընթացը անագ, կլայեկ եւ երևակը արճիճ կապար։ Համեմատենք մոլորակների հայկական մետաղական անվանումների տառակարգաթվային գումարները Մենդելեևի քիմիական էլեմենտների պարբերական սիստեմի համանուն էլեմենտների կարգաթվերի հետ։ Ոսկու եւ արճիճի կարգաթվերը համապատասխանաբար հավասար են։ Արծաթի կարգաթիվը համապատասխանում է առանց ատ վերջածանցի, ուրեմն այս մետաղի հին անունն է արծ։ Սնդիկի անվան տառերի կարգաթվային գումարը երկու միավորով մեծ է քիմիական էլեմենտների պարբերական սիստեմում սնդիկի կարգաթվից։ Ժամանակին Մենդելեևը ունենալով քիմիական էլեմենտների պարբերական սիստեմի ուրվագիծը կարողացել էր ճշտել որոշ էլեմենտների ատոմական կշիռն ու վալենտականությունը եւ գուշակել էկատոր, էկաալյումինիում ու էկասիլիցիում էլեմենտների առկայությունը, որոնք հայտնաբերվեցին ընդամենը 15 տարում։ Մենդելեևի նման դիմելով Մեսրոպյան այգիգունի կարգաթվային մեծություններին համոզվում են, որ սնդիկ անունը դարերի ընթացքում մեզ է հասել հնչյունափոխված, այն հավանաբար եղել է ջնդիկ, քանի որ մինչև այսօր որոշ բարբառներում պաշտպանվում է ջնդիկ սև տերմինը, իսկ սնդիկը ունի սև երանգ, սև փայլ։ Երկաթին մինչև այժմ էլ հայկական շատ բնակավայրերում անվանում են արգատ հոմանիշով, որը ալգատ բառի հնչյունափոխված տարբերակն է։ Ալգատի տառակարգաթվային գումարը հավասար է քիմիական էլեմենտների պարբերական սիստեմում երկաթի կարգաթվին։ Նույն ձևով ճշտում ենք անաթի հին անվան գլայեկ բառի ուղղագրությունը, այն է գլայեկ, քանի որ մինչև այսօր կիրառվում է գլեկչի տերմինը։ Հատուկ ուշադրության է արժանի միայն լուսաբեր մոլորակի պղինձ անվանումը, որի տառերի կարգաթվային գումարը մոտ 3,4 անգամ մեծ է քիմիական էլեմենտների պարբերական սիստեմում պղինձ էլեմենտի կարգաթվից։ Հետևաբար պղինձը ունեցել է մեկ այլ անուն։ Փորձենք ճշտել պղնձի հին անունը։ Հայերենում ունենք մետալ բառը։ Նույն բառը ունեն նաև ռուսները, որը առաջացել է լատիներեն մետալ բառից, իսկ մետալ նշանակում է մետաղ։ Մարդկությանը հայտնի առաջին մետաղը դա պղինձն է, որ ձուլվել է 5-6000 տարի առաջ հայկական դեղնաշխարհում։ Մեդալ բառի արմատը մեդն է,
որի տառերի կարգաթվային գումարը հավասար է տղինձ էլեմենտի կարգաթվին։ Հետևաբար մեդը տղնձի հայերեն սկզբնական անվանումն է, որ այսօր օգտագործում են ռուսները։ Եվ այսպես որոշ ճշտումներ կատարելուց հետո ստացվում է, որ վերոհիշյալ 7 մոլորակների հայկական մետաղական անվանումների տառակարգաթվային գումարները հավասար են քիմիական էլեմենտների պարբերական սիստեմում համանուն էլեմենտների կարգաթվին։ Եթե Մեսրոպ Մաշտոցն ու Մենդելեևը իրենց հրաշագործ ստեղծագործությունները իրոք տեսել են երազում, ուրեմն կարելի է ենթադրել, որ երկու հանճարներին էլ մոտեցել են միևնույն քաղաքակրթությունից, կամ մոտեցել է ինքը գերագույն տերը, քանի որ մոլորակների մետաղական անվանումների միջոցով հետաքրքիր կապ է ստացվում Մեսրոպյան այուրբենի և քիմիական էլեմենտների պարբերական սիստեմի միջև։ Այս բոլոր փաստերը ևս մեկ անգամ խոսում են այն մասին, որ հայերեն տառերի դասակարգումը ունի երկնային ծագում, ունի տիեզերական ղեկավարում և Մեսրոպյան այբուբենը շատ գիտությունների հետ մեկտեղ սերտ կապ ունի ինչպես աստղագիտության, այնպես էլ ոչերևույթաբանության և քիմիայի հետ։ Փաստերը ևս մեկ անգամ խոսում են այն մասին, որ հայերեն տառերը գոյություն են ունեցել շատ վաղուց, բայց ժամանակի ընթացքում ինչ-ինչ պատճառներով դրանք հայի ճակատագիր են կրել և մեր թվարկության 4-րդ դարում դրանցից համարյա ոչինչ չէր մնացել։ Մաշտոցին հաջողվել է նաև վերականգնել տառերի ճիշտ հերթականություն կարգաթիվը և տառերին տալ թվային մեծություններ, որոնց օգնությամբ հայերը դարերով գրել են իրենց թվերը։ Մի խոսքով, Մաշտոցը կատարել է շատ ավելի բարդ ու դժվարին աշխատանք, քան կարելի էր ստեղծել մի հասարակ այբուբեն, ինչպիսին նրա օգնությամբ ստացան վրացիները։ Այնպես որ համայն աշխարհի հայությունը 2005 թվականին պետք է նշի մեր աստվածապարփև գրի կամ հրաշագործ տառերի ոչ թե ստեղծման, այլ դրանց վերածնման կամ վերականգնման 1600 ամյակը։